Քաղցր մրգերով հարուստ Վայոց ձորում ջրերի արտադրությունն ակտիվանում է։ Միայն Արենի խոշորացված համայնքում ԱԶԾԿ համայնքների քաղցր տուն նախաձեռնությամբ բացվել են արտադրամասեր, վերապատրաստվել են տնային տնտեսուհիներ, սիրողականից մասնագիտական արտադրության անցնելու համար։ Ծրագիրը աջակցում է համայնքում մրգի իրացմանը, հնարավորություն տալով գյուղացուն վաճառել այգու անգամ մի քանի կիլոգրամ բերքը։ 2020-ին ծրագրին միացած Զանիկ Սիմոնյանը ստացել է դրամաշնորհ, կառուցել ջրանոց, մեծացրել արտադրողականությունը։ Նախկինում չորացնում էր պատշգամբում, հիմա բարելաված պայմաններում ավելի քան 25 տեսակի ճիր է պատրաստում, թորների առողջ քաղցրի հարցն էլ մրգային կոնֆետներով լուծում։ Այն ժամանակ որ սարքում էի, պատրաստում էի, մոտարապես ասենք ես մտածելով որ կարելի է սենց անել, փորձ էի անում, ստացվում էր, չէր ստացվում, դասընթացներին մասնակցեցինք, ավելի շատ գիտելիքներ ձեռք բերեցինք, հիմա շատ որակոչեր ենք պատրաստում, մեր հյուրերն էլ են հավանում։ Սոնիկ Հայրապետյանը ծրագրին 2024-ին է միացել, ստացած սարքավորումներով գործը հեշտացել է, տեսականին կրկնապատկվել։ Վաճառքը հիմնականում կազմակերպում է տուրիստների համար։ Ռուսները նախընտրում են դեղց ու արքայախնձոր, իսկ եվրոպացիները ծիրանի ճիր ու այսպիսի կոնֆետներ։ Վերջին տարիներին սկսել են նաև մուրաբաներ պատրաստել, իսկ ապագայում նախատեսում է հիմնել արևային ջրանոց ու համայնքում ստեղծել 2-ից 3 աշխատատեղ։ Պատրաստում եմ գրեթե բոլոր մրգերից՝ ծիրան, դեղց, սալոր, խնձոր, տանց, սալորների տեսակները, նաև բանջարեղենային ջրեր, մի քիչ ստանդարտներից դուրս ջրերը նաև աղում եմ հատուկ մսաղացով եւ մեղրով ու դեղենով պատրաստում եմ հետաքրքիր ջրային կոնֆետներ, որը որ թաթախվում է վարդի թերթիկներով, ցիտրուսային մրգերով կամ այլ սերմերով, քունջութով, դդումի կորիզներով եւ այլն։ Վայոց ձորի գյուղատնտեսական ներուժի զարգացման ուղղված ՄԱԶԾԿ համայնքների այս նախաձեռնությունը կենտրոնանում է ջրերի եւ պահածոների արտադրության խթանման վրա, քանի որ դրանք մարզի տնտեսության ռազմավարական ուղղություններից են։ Վայոց ձորի մարզում իրականացրել ենք 4 ջրի եւ պահածոյի արտադրամասեր, որոնք որ կարող են մարդիկ նաեւ իրանք զբոսաշրջային որպես պրոդուկտ են նաեւ հանդիսանալու, կարող են այցելել, համտեսել, գնել տեղում թեյ, սուրճ, քաղցր, այսինքն ջրերից պատրաստած փորձարկել ենք նաեւ ջրերը, շատ հայտնի դարձած Խաչիկի գաթաներում, նաեւ Արենիում, ընդեղենով եւ ստացվել է մեծ մոտ։ Սրբուհի Հովհաննիսյանը տարիներ առաջ անգամ չէր պատկերացնում, որ մի օր կունենա սեփական ջրանոցը։ Ասում է նախկինում պայմանների բացակայության պատճառով մրգերը հաճախ փոշոտվում էին, մնում անձրևի տակ կամ փչանում, իսկ հիմա այդ բոլոր խնդիրները լուծված են եւ տեսակ ջրերը ստացվում են գեղեցիկ ու որակով։ Ավելին ընկույզի ճիր է պատրաստում, որն ամենապահանջվածն է։ Մինչև ուրեմն ունենալ արտադրամասը, ես ամեն ինչ անում էի տան պայմաններում, նաև նշեմ, պատրաստում էի շաքարով ջրեր։ Ինձ թվում էր, թե դա լավ է, գեղեցիկ է, բայց երբ մասնակցեցի քաղցր տուն ծրագրի ուրեմն դասընթացներին, հասկացա, որ ընդհանրապես օգտակար չի եւ փոխեցի լրիվ։ Հիմա պատրաստում եմ բացառապես բնական ջրեր, ոչ մի շաքար չեմ ավելացնում, բացառությամբ ընկույզի ջրի, որ շատ քիչ շաքար եմ ավելացնում։ Իրենց աշխատասիրությամբ ու հաջողությամբ ոգևորել են համայնքի շատ կանանց, նրանք սկսել են հավատալ, որ կարող են սեփական գործ սկսել ու եկամուտ ստանալ։ Ծաղկանուշ Միրզոյան, Լիպարիտ Ասատրյան, հյուրեր։